Հունգարիայի արտգործնախարար Անիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Օրբանը նշել է, որ Հայաստանի քաղաքացիների ակտիվ մասնակցությունը վերջին ընտրական գործընթացին վկայում է ժողովրդավարական արժեքներին եւ Հայաստանի եվրոպական ապագային նրանց նվիրվածության մասին։ Նրա խոսքով Հունգարիան բարձր է գնահատում Հայաստանի եւ Հունգարիայի միջև բարեկամական հարաբերություններն ու զարգացող գործընկերությունը։ Նախարարը նշել է, որ Բուդապեշտն ու Երևանը զգալի առաջընթաց են արձանագրել երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Հայաստանի պատանեկան շախմատի թիմը Մոսկվայում անցկացված Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղը։ Մրցաշարն անցկացվել է օգոստոսի 12-ից 17-ը ԱՊՀ երկրների պատանեկան թիմերի մասնակցությամբ։ Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի թիմերը։ Հետաքրքիր եւ լարված պայքարի արդյունքում հաղթող է դարձել Ռուսաստանի թիմը։ Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, Արեն Մնացականյանը, Դավիթ Ստեփանյանը, Արման Ասլանյանը եւ Նատալի Աֆյանը։ Հայաստանի թիմը մրցաշարն ավարտել է 5-րդ հորիզոնականում։ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ գործ ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնել է Չալաբյանի պաշտպանական խումբը, նշելով, որ առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 21-ին։ Նիստի ընթացքում քննարկվելու է նաեւ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։ Պաշտպանական կողմը պնդում է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքականապես մոտիվացված է, իսկ մեղադրանքը նա չի ընդունում եւ որակավորում է որպես ծայրից ծայր սուտ ու քաղաքական պատվեր։ Պաշտպանների ներկայացմամբ քրեական վարույթի հիմքում դրված ձայնագրության աղբյուրը եւ իսկությունը պարզված չեն, իսկ մեղադրանքում նշված էական փաստական հանգամանքները որևէ ապացույցով հիմնավորված չեն։ Պաշտպանական խումբը հայտարարել է, որ շարունակելու է օգտագործել ներպետական եւ միջազգային իրավական բոլոր գործիքները Չալաբյանի անմեղությունն ապացուցելու եւ կալանքը վերացնելու համար։ Գյումրիից դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան չվերթը հետաձգվել է Ռուսաստանի մայրաքաղաքում գործող անվտանգության սահմանափակումների պատճառով։ Պոբեդա ավիաընկերության ինքնաթիռի մեկնումը հետաձգվել է 4 ժամ 20 րոպեով։ Չվերթի մեկնումը նախատեսված է ժամը 7:00-ին։ Այժմ սպասվող մեկնելու ժամը 11:20-ն է։ Հետաձգումը տեղի է ունեցել Մոսկվայի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման ֆոնին։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակաբո Չորոշվիլին շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Շնորհավորական ուղերձում նա վստահություն է հայտնել, որ Միրզոյանի ղեկավարությամբ Հայաստանի ԱԳ նախարարությունը կշարունակի նպաստել երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։ Չորոշվիլին կարևորել է Հայաստանի եւ Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը։ Նա ընդգծել է երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության եւ փոխադարձ զարգանքի նշանակությունը։ Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով այդ հարաբերությունները երկու երկրների եւ ժողովուրդների միջև կայուն ու հարատև կապերի ամուր հիմք են։ Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստվում է 2028 թվականին նախատեսված Ինսարագի միջազգային վերավորակավորմանը։ Օգոստոսի 10-ից 13-ը Գյումրիում անցկացվել է 36-ժամյա վարժանք Շվեյցարիայից ժամանած մենթորների մասնակցությամբ։ Վարժանքի ընթացքում խաղարկվել են միջազգային փրկարարական առաքելության բոլոր փուլերը, ազդարարումից մինչև որոնողափրկարարական աշխատանքներ։ Մենթորները գնահատել են փրկարարների որոշումների կայացումը, որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը, բժշկական օգնության տրամադրումն ու անհրաժեշտ սարքավորումների կիրառումը։ Վարժանքն անցկացվել է 160 կետից բաղկացած հատուկ ստուգաթերթով, գնահատելով թիմի գործնական եւ կառավարման կարողությունները, միջազգային համագործակցության պատրաստվածությունն ու 36-ժամյա վարժանքը կազմակերպելու կարողությունը։ Ռուսաստանը հայտարարել է Լոնդոնը միտումնավոր կերպով ընտրում է ուկրաինական ճգնաժամի սրման ուղին։ Մոսկվայի հայտարարությունը հնչել է այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար օգտագործվել են բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը Մեծ Բրիտանիային մեղադրել է արյունալի հանցագործությունների եւ ահաբեկչական հարձակումների մասնակցության մեջ։ Դիվանագիտական առաքելությունը հայտարարել է Լոնդոնի գործողությունները անխուսափելիորեն կունենան հետևանքներ։ Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է Մեծ Բրիտանիան ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ճապոնիայի իշխանությունները Վլադիմիր Պուտինի Կուրիլյան Իտուրուփ կղզի կատարած այցի վերաբերյալ հայտարարություններով անցել են պարկեշտության սահմանը։ Ռուսաստանի ԱԳ-ն այդ կապակցությամբ կանչել է Ճապոնիայի դեսպանին, սակայն դեսպանը հայտնել է, որ չի կարող գերատեսչություն գալ ոչ օգոստոսի 14-ին, ոչ էլ 17-ին։ Լավրովը հայտարարել է, որ դեսպանի նման վարքագիծը զարմանք է առաջացնում։ Նա նշել է, դեսպանի կրկին կանչել են ԱԳՆ եւ ակնկալում են քննարկել նրա աշխատանքը ընդունող երկրում։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է ոչինչ չի արդարացնում Իրաքյան Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանիի գրասենյակի վրա հարձակումը։ Արաղչին քուրդ բնակիչներին կոչ է զգոն լինել այն սադրանքների նկատմամբ, որոնք կարող են թշնամանք հրահրել հարևան երկրների միջև։ Նա հիշեցրել է Իրանը պաշտպանել է իր քուրդ բարեկամներին Սադամից եւ ԻԼԻՊ-ից։ Իրանի արտգործնախարարը ընդգծել է նաեւ Քրդստանի դերը Իրանի սահմանների անվտանգության ապահովման գործում։ Նա շնորհակալություն է հայտնել քուրդ բնակիչներին այդ անվտանգության հարցում ցուցաբերած աջակցության համար։ Մոսկվայի ժամանակով մինչև 5:00 քաղաքի ուղղությամբ թռչել է 620 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով դրանցից 180-ը ոչնչացվել են Մոսկվայի շրջանում։ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է Վայլբերեզի պահեստին, Մերձ Մոսկվայի Բոգորոդսկի շրջանի Ատլանտ պարկի տարածքում։ Տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ հրդեհը տեղայնացվել է։ Նրա խոսքով Մերձ Մոսկվայում անօդաչուների հարձակման հետևանքով տուժել է 3 մարդ, այդ թվում 10-ամյա երեխա։ Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Ալյուսարը հայտնել է տարածաշրջանի 7 շրջաններում ոչնչացվել է ավելի քան 80 ԱԹՍ։ Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած երկրաշարժի ուղղակի նյութական վնասը նախնական գնահատմամբ կազմում է 30 տրիլիոն պեսո կամ մոտ 9.6 միլիարդ դոլար։ Նախնական գնահատմամբ 24.5 տրիլիոն պեսոն բաժին է ընկնում շենքերին, իսկ 5.5 տրիլիոնը ենթակառուցվածքներին։ Կոլումբիայի նախագահը նշել է, վնասների համամասնական չափը ամենամեծն է Չոկոյի նահանգում։ Վերջին տվյալներով երկրաշարժի հետևանքով զոհվել է 289 մարդ, 4187-ը վիրավորվել, իսկ 142 մարդ համարվում է անհետ կորած։ Ավերվել է 26945 տուն, իսկ վնասվել 127557-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչու հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման հարցը։ Կողմերը անդրադարձել են նաև հրադադարի պահպանման շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումներին։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել երկու հարցերի շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակի վրա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։ Ալիևի խոսքով կողմերը վերհիշել են ավելի քան 20 տարի շարունակվող իրենց ծանոթությունն ու համատեղ աշխատանքի տարիները։ Նրանք քննարկել են ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ կապերի հետագա զարգացման հեռանկարների շուրջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի հետ հնարավոր պատերազմի վերաբերյալ հարցին։ Նա հայտարարել է, Թուրքիան խոսում է ոչ թե պատերազմի խաղաղության մասին։ Միաժամանակ Էրդողանը զգուշացրել է, եթե որևէ մեկը որոշի հարձակվել Թուրքիայի վրա, Անկարան չի խուսափի պատերազմից։ Նա ընդգծել է, այս մասին խոսում է ամենայն պատասխանատվությամբ։ Թուրքիայի նախագահը չի մանրամասնել, թե ինչ պայմաններում կարող է Անկարան ռազմական գործողությունների մասնակցել։ Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանի Դաշնությունից։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների նրան միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից տեղափոխել են օդանավակայան, այնուհետև վերջինս արտաքսվել է Ռուսաստանից։ Նա 2026 թվականի հունիսին ձերբակալվել էր իրավապահների կողմից եւ տեղափոխվել միգրանտների ժամանակավոր պահման կենտրոն։ Թրամփը հայտարարել է, Իրանի վերաբերյալ շուտով լավ նորություններ կլինեն։ Նա նաև ասել է, որոշ դրական զարգացումներ արդեն տեղի են ունեցել։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը որևէ մանրամասներ չի ներկայացրել։ Նրա հայտարարությունը չի հստակեցնում, թե ինչ զարգացումների մասին է խոսքը։ Թրամփը չի հայտնել նաև արդյոք խոսքը Իրանի հետ բանակցությունների ռազմական իրավիճակի կամ այլ գործընթացի մասին է։ Ռուսաստանը ստեղծել է 10 գաղտնի բազա, որոնք կարող են հզոր անօդաչու թռչող սարքեր արձակել ՆԱՏՕ-ի տարածքի խորքերը։ Բազաների մի մասը արդեն օգտագործում է Ուկրաինային հարվածներ հասցնելու նպատակով։ Եվրոպական եւ ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, Ռուսաստանը դիտարկում է նաեւ Լեհաստանի տարածքում հնարավոր գործողությունների տարբերակները։ Դրանց թվում նշվում են կրիտիկական ենթակառուցվածքների վրա հրթիռային կամ ԱԹՍ հարվածները եւ կեղծ դրոշի տակ իրականացվող գործողությունները։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների առաջխաղացման համար անհրաժեշտ է հաղթահարել Մոսկվայի եւ Կիևի միջև առկա խորը տարաձայնությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։ Նրա խոսքով երկխոսության համար պայմաններ միշտ կան եւ կառուցողական բանակցություններին ոչինչ չի խանգարի, եթե կողմերն ունեն լուրջ եւ հստակ մտածված ցանկություն։ Վերջինս չի բացառել բանակցությունների առաջխաղացման հնարավորությունը, ընդգծելով կողմերի քաղաքական կամքի կարեւորությունը։
Իրանից արձակված 2 հարվածային ԱԹՍ-ներ հարվածել են Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի գրասենյակին։ Հարվածներից մեկը հասել է նաև Էրբիլ նահանգի Փիրմամ շրջանի անվտանգության ծառայության ղեկավարի նստավայրին։ Հարձակման հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Տեղական իշխանությունները հարձակումը անվանել են լիովին անընդունելի։ Նրանք նաև հայտարարել են, հարձակում իրականացնողները պատասխանատու են դրա հետևանքների համար։ Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն օգոստոսի 17-ից 27-ը կանցկացնեն ամենամյա համատեղ ռազմական զորավարժություններ։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տվյալներով զորավարժությունների նպատակն է ամրապնդել երկու երկրների դաշինքի համատեղ պաշտպանունակությունն ու մարտունակությունը։ Սակայն Թրամփը հայտարարել է դժգոհ է զորավարժությունների անցկացումից։ Նրա դիրքորոշումը կապել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ունեցած լավ հարաբերությունների հետ։ Թրամփի խոսքով զորավարժությունները թանկ են եւ բոլորովին անտեղի ու թշնամական ազդակ են ուղարկում Հյուսիսային Կորեա։ Նա հայտարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթին հանձնարարել է էապես կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների քանակը։ Իսպանական Սեուտա անկլավ նոր ժամանած հարյուրավոր միգրանտներ բողոքի ակցիա են անցկացրել, ապաստան պահանջելով Իսպանիայի իշխանություններից։ Նրանք պահանջել են իրենց չվերադարձնել Մարոկո։ Միգրանտները շուրջ 5-ից 8000 մարդկանց թվում են, որոնք Սեուտայում են մնացել 2 շաբաթ առաջ տեղի ունեցած զանգվածային ներհոսքից հետո։ Քաղաքային ռեսուրսների սղության պատճառով նրանց մեծ մասը ծանր պայմաններում ապրում է լողափում կամ քաղաքի ծայրամասերում։ Իսպանիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է անօրինական ճանապարհով մուտք գործած միգրանտներին բացառությամբ խոցելիության ծայրահեղ դեպքերի թույլ չի տրվի մնալ անկլավում կամ օրինական կարգավիճակ ստանալ։ Օգոստոսի 13-ին հայտնաբերված զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքի արդիվ իրավապահները պարզել են մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Դեպքի շրջանակում 1 ժամկետային զինծառայող է կալանավորվել։ Իրավապահները պարզել են, որ Գրիգոր Զաքարյանին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել։ Ըստ հրապարակման դա զինծառայողների շրջանում դարձել է տարաձայնությունների պատճառ, իսկ հետագայում նրանց խոսակցությունները սրվել են։ Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննության շրջանակում։ Քննչական կոմիտեն շարունակում է 7 անձի կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքն ապօրինի օտարելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի քննությունը։ Խոսքը Երևանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 451 քառակուսի մետր մակերեսով հասարակական շինության մասին է, որը հանձնված էր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օգտագործմանը։ Նախաքննության ընթացքում մի խումբ պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար։ ԱԱԻ, ԳԳԻ եւ ԱԱՎ-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Նրանց մեղադրանքները վերաբերում են նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման օժանդակելուն։ Մյուս անձանց մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանի կազմակերպությանը մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։ Նրա խոսքով կազմակերպությունը ելնում է հենց այդ մոտեցումից։ Ավելի վաղ ՀԱՊԿ-ում ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտնել էր, որ Հայաստանի ձայնի իրավունքից հնարավոր զրկումը կպահանջի բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ Նրա տեղեկացմամբ այդ հարցը կարող է քննարկվել ՀԱՊԿ Քաղաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում։ Սերգեյ Լավրովը հունիսին հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անդամավճարների չվճարման պատճառով ՀԱՊԿ կքննարկի պարտավորությունները չկատարող պետությունների նկատմամբ գործողությունների հնարավորությունը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Թավադյանին։ Նախարարը շնորհավորել է Թավադյանին նշանակման կապակցությամբ եւ ընդգծել պետական գույքի արդյունավետ եւ պատասխանատու կառավարման կարեւորությունը։ Խուդաթյանի խոսքով կոմիտեի արչեւ դրված խնդիրների պատշաճ իրականացումը պահանջում է հետեւողական աշխատանք եւ կառավարման ժամանակակից մոտեցումների կիրառում։ Նա նշել է նաեւ պետական ակտիվների առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ շարունակական քայլերի անհրաժեշտությունը։ 10-րդ դասարան ընդունվել է, հայտագրմամբ չի ավարտվում։ Պարտադիր փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ։ Սահմանված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում ընդունման վերաբերյալ հայտագրումը չեղարկվում է։ 10-րդ դասարանի դեպքում պահանջվող փաստաթղթերի թվում է նաև հիմնական կրթության վկայականը։ Կարգով սահմանված են նաև ընդունելության առաջնահերթ խմբերը, տվյալ դպրոցում քույր կամ եղբայր ունեցող երեխաները, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, խնամակալության տակ գտնվող եւ հաշմանդամություն ունեցող երեխաները, ինչպես նաև դպրոցի
Թրիչի աշխատակիցների երեխաները։ Հայտագրումն իրականացվում է 3 ալիքով՝ առաջնահերթություն ունեցող խմբերի, մյուս սովորողների, ապա ազգային փոքրամասնություններին պատկանող օտարերկրյա քաղաքացի եւ երկքաղաքացի սովորողների համար։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բուն Հայաստանում եւ Սփյուռքում ապրող հայերին կոչ է արել հավատով եւ հույսով շարունակել կերտել եւ ամրապնդել հայրենիքը։ Նրա խոսքով հայ ժողովուրդը պետք է լավատեսությամբ, հույսով եւ հավատով շարունակի կերտել հայրենիքն ու առավել բարեկեցիկ դարձնել ժողովրդի կյանքը։ Գարեգին Բուն նաեւ աղոթք է հղել ժամանակի փորձություններից հեռու մնալու եւ միասին ժողովրդի լուսավոր ու բարեկեցիկ ապագան կերտելու համար։ Նա մաղթել է, որ Տիրոջ սերը, շնորհն ու օրհնությունը մշտապես լինեն հայ ժողովրդի զավակների հետ։ Հայաստանի հավաքականի 3 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ են տարել Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը։ Սամվել Սիրամարգյանը հաղթել է ռումինացի Գեորգի Սեբաստյանին, մրցակցին 3 անգամ նոկդաունի ենթարկելով։ Սիրամարգյանը հաղթանակ է գրանցել եւ բացահայտ առավելությամբ դուրս է եկել հաջորդ փուլ։ Վարամ Դովլատբեկյանը ռևանշի է հասել իսպանացի մրցակցի նկատմամբ, որին ամիսներ առաջ պարտվել էր Վրաստանում։ Տպավորիչ հաղթանակ է տարել նաեւ Սուրեն Կատվալյանը, պարտության մատնելով մոլդովացի մրցակցին։ Այսպիսով Հայաստանի հավաքականի եւս 3 բռնցքամարտիկներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության 4-րդ եզրափակիչ։ Թավրիզ-Երևան ավիաչվերթները կվերականգնվեն երկամյա դադարից հետո։ Թռիչքները կիրականացնի Powea Airlines ավիաընկերությունը։ Չվերթները նախատեսվում են շաբաթական 2 անգամ, 2շաբթի եւ 5շաբթի օրերին։ Առաջին թռիչքը նախատեսված է օգոստոսի 20-ին։ Այն Թավրիզից Երևան կմեկնի ժամը 9:00-ին։ Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը հայտարարել է, որ պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը։ Նրա խոսքով Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայցը վարույթ ընդունելը հնարավոր է հասկանալ միայն քաղաքական համատեքստում։ Ղամբարյանը վկայակոչել է Միեդի մեծ պալատի Կարոլին Նադնն դեմ Հունգարիայի գործով 2017 թվականի վճիռը։ Այդ գործով Միեդը արձանագրել էր, որ եկեղեցու ներքին օրենքներին եւ կանոններին վերաբերող հայցերը չեն կարող լուծվել պետական մարմինների կողմից։ Դատարանը շեշտել էր, որ պետական դատարանները իրավասու չեն քննելու եկեղեցական իրավունքով կարգավորվող հարաբերություններին վերաբերող վեճերը։ Ղամբարյանի գնահատմամբ այդ դիրքորոշումը պետք է հաշվի առնվեր նաև հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ներկայացված հայցի դեպքում։ 2026 թվականին պահեստազորայինների համար նախատեսված են նաև նոր վարժական հավաքներ։ Հերթական խմբի հերթափոխը ներկայում ընթանում է օգոստոսի 4-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ։ Նոր վարժական հավաքներ կհայտարարվեն սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Մեկ այլ խմբի հավաքները կանցկացվեն սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ։ Հավաքների նպատակն է պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործումը, մասնագիտական վերապատրաստումն ու պատրաստումը, ինչպես նաև մարտական հերթապահության ներգրավումը։ Յուրաքանչյուր քաղաքացի հայտարարված վարժական հավաքների ընթացքում կարող է ներգրավվել առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով։ Թրամփը հայտարարել է, որ ուրախ է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի կողմից Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Նրա խոսքով համաձայնագիրը ցույց է տալիս, թե ինչպես է Մերձավոր Արևելքը միավորվում։ Թրամփը նշել է, այս քայլի շնորհիվ երկրները վերջապես կկարողանան ավելի արդյունավետ պաշտպանել իրենց։ ԱՄՆ նախագահը շնորհավորել է երեք երկրների ղեկավարությանը։ Նա համաձայնագիրը բնութագրել է որպես մեծ համարձակ եւ կարեւոր առաջին քայլ։ Ռուսաստանի զինված ուժերի օպերատորները հարվածներ հասել Օդեսայի արևմտյան ծայրամասում գտնվող Նովայա Պոչտա լոգիստիկ կենտրոնին։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով հարված է հասցվել նաև Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող ԱԹՍ-ների պահեստին։ Դոնեցկի մարզի Դոբրոպոլյե քաղաքում թիրախավորվել է Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման կետը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, հարվածներն իրականացվել են Գերան 4 սիկեր անօդաչու թռչող սարքերով։ Ուկրաինայի զինված ուժերը առաջին անգամ Մեծ Բրիտանիայի արտադրության անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա։ Ըստ տվյալների, Ռուսաստանի արդյունաբերական եւ ռազմական օբյեկտների դեմ հեռահար ԱԹՍ-ների կիրառման հարվածները ավելի քան 35 միլիարդ ֆունտ ստերլինգի տնտեսական վնաս են պատճառել։ Նշվում է, որ հարձակումները հանգեցրել են վառելիքի պակասի եւ որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների։ Թիրախների թվում եղել են նավթավերամշակման գործարաններ, ռազմածովային բազաներ, լոգիստիկ կենտրոններ եւ տրանսպորտային ցանցեր։ Իրանը պատերազմի սրման դեպքում գաղտնի ծրագիր է պատրաստում, հաղորդում է Wall Street Journal-ը։ Թերթի տվյալներով հետախուզական այլ տվյալները վկայում են Իրանի կոշտ գծի առաջնորդների ռազմավարական մոտեցումների փոփոխության մասին։ Նրանց նպատակը հրապարակման ԱՄՆ-ի եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների համար պատերազմի ծախսերը բարձրացնելն է։ Հունիսի կեսերին Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները փորձել են ապահովել Իրանի հետ ձեռք բերված համաձայնության աջակցությունը։ Նրանց ակնկալիքներով համաձայնագիրը պետք է նպաստեր Հորմուզի նեղուցի
վերաբացմանը եւ պատերազմի մասշտաբների կրճատմանը։ Սակայն իրանցի եւ արաբ պաշտոնյաների խոսքով Իրանի կոշտ գծի առաջնորդները Թեհրանում մշակել են այլ ծրագիր եւ վերջին 2 ամիսներին պատրաստվում էր ԱՄՆ-ի հետ լայնածավալ պատերազմի։ Իրանի խորհրդարանը 183 ձայնի մեծամասնությամբ հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսված է երկրում օտարերկրյա հետախուզական ծառայությունների, պետությունների եւ արտասահմանյան կազմակերպությունների ներթափանցմանը հակազդելու համար։ Խորհրդարանի նախագահության խոսնակ Աբբաս Գուդարզին հայտնել է, փաստաթուղթը քննարկվել է նիստում մասնագիտական հանձնաժողովի զեկույցից եւ կողմուդեմ ելույթներից հետո ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Հասան Քաշքավին նշել է. Իրանում արդեն գործում է լրտեսության վերաբերյալ օրենսդրություն։ Նոր օրինագիծը պետք է ստեղծի օտարերկրյա միջամտության բացահայտման, կանխարգելման եւ կասեցման հստակ իրավական մեխանիզմներ։ Ճապոնիայի արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել։ Ամենաուժեղ տեղումները սկսվել են 5 շաբթի, առաջացնելով ջրհեղեղներ, սողանքներ, էլեկտրամատակարարման խափանումներ եւ տրանսպորտային լուրջ խնդիրներ։ Չիբա պրեֆեկտուրայում 24 ժամվա ընթացքում տեղացել է մոտ 30 սանտիմետր անձրև։ Վերջին 60 տարվա ընթացքում օգոստոս ամսվա ամենահորդառատ տեղումների մակարդակով ավելի քան 1000 տուն ջրածածկ է եղել, մոտ 70 տուն լուրջ վնասներ է կրել, իսկ ճանապարհներին մնացել է շուրջ 1.2 լքված ավտոմեքենա։ ԱՄՆ-ի մեծությամբ երկրորդ ջրամբարը Փաուելը հասել է պատմական դիտարկումների ընթացքում գրանցված ամենացածր մակարդակին։ Շաբաթ օրը ջրի մակարդակն իջել է մինչև ծովի մակարդակից 3591 ֆուտ, գերազանցելով 2023-ի ապրիլին գրանցված նախորդ հակառեկորդը։ Ջրամբարն այժմ ընդամենը 30 ֆուտով է բարձր այն նշանագծից, որի դեպքում Գլեն Քանյոն ամբարտակը այլևս չի կարողանա էլեկտրաէներգիա արտադրել։ Փաուելն ու Միդը միասին կազմում են Կոլորադո գետի ավազանի ջրային պաշարների մոտ 60%-ը, իսկ գետի ջրից կախված է ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում բնակվող մոտ 40 միլիոն մարդ։ Գիտնականները նախազգուշացնում են, առանց արտակարգ միջոցառումների Փաուելը կարող է արդեն այս տարի հասնել այն կրիտիկական մակարդակին, որի դեպքում վտանգի տակ կհայտնվի նաև հիդրոէներգիայի արտադրությունը։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ է արել Գազայում ամեն օր տասնյակ մարդկանց սպանել, խոսելով թիրախային ոչնչացումների մասին։ Նա հայտարարել է, անհրաժեշտ է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել 3-ից 40 մարդ, ընդ որում ոչ միայն նրանց, ովքեր անմիջական վտանգ են ներկայացնում։ Նա նաև հայտարարել է, համաձայն չէ Իսրայելի վարչապետի հետ Գազայում ռազմական գործողությունների ծավալների կրճատման հարցում։ Վերջինս հանդես է եկել նաև Գազայի հատվածից պաղեստինցիների զանգվածային արտագաղթի եւ այնտեղ իսրայելական բնակավայրեր ստեղծելու օգտին, հայտարարելով, որ Գազայի ամբողջ տարածքը համարվում է Իսրայելինը։ Հունաստանի Սալամին կղզում միաժամանակ բռնկված 2 անտառային հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Զոհվածների մարմինները հայտնաբերվել են կղզու հարավում, Պերիեստերիա լողափի շրջանում։ Հրդեհները գրեթե միաժամանակ բռնկվել են Սալամինի հարավում եւ արևմուտքում գտնվող 2 հայտնի հանգստավայրերում։ Կրակի տարածման պատճառով իշխանությունները տարհանման մի շարք հրահանգ են հայտարարել եւ կղզուց սկսել են հեռացնել հարյուրավոր հանգստացողների եւ բնակիչների։ Հրդեհների մարմանը ներգրավվել է մոտ 150 հրշեջ, 32 հրշեջ մեքենա, 4 ինքնաթիռ եւ 6 ուղաթիռ, իսկ Առափնյա պահպանությունը տարածք է ուղարկել 5 պարեկային նավակ։ Իրանը Ֆրանսիային նախազգուշացել է համապատասխան միջոցների մասին երկրի ներքին գործերի ենթադրյալ միջամտության գործողությունների կրկնության դեպքում։ Թեհրանի մեղադրանքների պատճառ են դարձել 2 ֆրանսիացի դիվանագետների գործողությունները, որոնց իրանական իշխանությունները կապել են օտարերկրյա միջամտության ենթադրյալ ծրագրի հետ։ Իրանի հետախուզության նախարարության տվյալներով դիվանագետները հայտնաբերվել են գաղտնի հանդիպման վայրում, երբ ուժայինները դատանի որոշմամբ փորձում էին ձերբակալել 2 կասկածյալի։ Իրանական կողմը պնդում է, առգրավված փաստաթղթերը վկայում են Իրանում եւ դրա սահմաններից դուրս գաղտնի կապերի ու ցանցերի ստեղծման ծրագրի մասին։ Ֆրանսիան դիվանագետների հետ վարվելակերպը անվանել է լուրջ դիվանագիտական խնդիր, հայտարարելով նրանց մի քանի ժամ պահել եւ հարցաքննել են, իսկ նրանցից մեկը ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի 65 տարեկանի Շեմի վերահսկման կարգավորումը, այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Մասնավորապես փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային, հարկային և համայնքային ծառայության, ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին, ինչպես նաև
անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնին։ Նոր կարգավորմամբ վերոնշյալ պաշտոններում աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունն այլևս չի պայմանավորվի անձի որոշակի տարիքի հասնելու հանգամանքով։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոզեֆ Նզաբանվիտային։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի պաշտպանության հարցերով կցորդ գնդապետ Էնթոնի Մբավգազեն։ Հայաստանում այս տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 2151 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով մահացել է 114 մարդ, վիրավորվել 3127-ը։ Ըստ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական թվերի զոհվածներից 23-ը կին է, 7-ը երեխա։ Վիրավորների մեջ 409 երեխաներ են։ Ամենաշատ ճանապարհատրանսպորտային պատահարները տեղի են ունեցել Երևանում 847 դեպք, ամենաքիչը Վայոց ձորում 35 դեպք։ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում հանցավոր խումբ է բացահայտվել 5 հայ է ձերբակալվել անձնական տվյալների գողության եւ խարդախության կասկածանքով, ինչպես հայտնում է Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը բազմաբնակարան շենքերից մեկում նրանք փոխարինել են փոստարկղերի բանալիները գողանալով բնակիչների նամակները, ապա բնակիչների տվյալներն օգտագործել են վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար։ Շվեյցարիայում ռուսաստանյան սառեցված ակտիվների ծավալը 2026-ի հունիսի դրությամբ աճել է, հասնելով 8.5 միլիարդ շվեյցարական ֆրանկի, կամ մոտ 10.4 միլիարդ դոլարի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սառեցված ֆինանսական ակտիվների ծավալը կազմել էր 7.4 միլիարդ ֆրանկ։ Պատժամիջոցների շրջանակում շարունակում են սառեցված մնալ նաև 14 անշարժ գույքի օբյեկտներ, ինչպես նաև սպորտային եւ շքեղ ավտոմեքենաներ, արվեստի գործեր, կահույք եւ երաժշտական գործիքներ։ Միաժամանակ Շվեյցարիայում սառեցված են Ռուսաստանի կենտրոնական բանկի պահուստներն ու ակտիվները, որոնց ծավալը հունիսին կազմել է 6.8 միլիարդ ֆրանկ կամ 8.3 միլիարդ դոլար։ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը հեղեղման պատճառով ուղևորներին խնդրել է մեքենայով չմոտենալ երկրորդ եւ երրորդ տերմինալներին։ Օդանավակայանի կենտրոնական հատվածը հայտնվել է ջրի տակ, իսկ երկու տերմինալներ տանող մուտքային ճանապարհները շարունակում են փակ մնալ։ Ուղևորներին խորհուրդ է տրվել հնարավորության դեպքում օգտվել երկաթուղային հաղորդակցությունից։ Մեքենայով օդանավական ժամանողներին առաջարկվել է օգտվել 4-րդ կամ 5-րդ տերմինալների մոտ գտնվող կանգառներից եւ այնտեղից անվճար գնացքով հասնել անհրաժեշտ տերմինալ։ Օդանավականի վարչակազմը նաեւ կոչ է արել ուղևորներին ճանապարհի համար լրացուցիչ ժամանակ նախատեսել։ ԻՀՊԿ հրամանատար գեներալ-մայոր Ահմադ Վահիդին բարձր է գնահատել իրանական զինված ուժերի գործողությունները 6-ամսյա ռազմական գործողությունների ընթացքում։ Նա հայտարարել է իրանական ուժերին հաջողվել է ծնկի բերել աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին։ Վերջինիս խոսքով իրանական զինված ուժերը, ոստիկանությունը, բասիջ ուժերը, ցեղային կազմավորումներն ու հետախուզության ներկայացուցիչները գործել են բարդ պայմաններում եւ դիմակայել հզոր հակառակորդին։ Նա նշել է իրանական ուժերն իրականացնել են հարձակողական եւ պաշտպանական գործողություններ, չնայած ինտենսիվ հարվածների եւ տարբեր կլիմայական պայմաններին։ ԻՀՊԿ-ի ղեկավարը նաեւ հայտարարել է նոր մարտավարական խնդիրների կիրառման շնորհիվ իրանական ուժերին հաջողվել է հակառակորդին պարտադրել իրենց կամքը։ Լիբանանի հարավում գտնվող Անսար քաղաքի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Աղբյուրների տվյալներով լուսաբացին իսրայելական ավիացիան 3 հարված է հասցրել Նաբաթիե շրջանի Անսարի արվարձաններին։ Հարվածն են հասցվել նաև Նաբաթիա Էլ-Ֆաուկա քաղաքի մերձակայքի տարածքին։ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է զոհերի թիվը կարող է աճել։ Ինդոնեզիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը, հղում անելով փրկարարական ծառայություններին։ Գործակալությունը ավելի վաղ հայտնել էր 5 զոհի մասին, սակայն փրկարարական աշխատանքների ընթացքում զոհերի թիվը աճել է։ Երկրաշարժը տեղի ունեցել շաբաթ օրը Ինդոնեզիայի արևելյան ափին եւ ունեցել է 7.7 մագնիտուդ ուժգնություն։ Տարածքում գրանցվել են նաեւ տասնյակ ցնցումներ։ Երևանում օգոստոսի 18-ից 22-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Օգոստոսի 19-ից 22-ին երեկոյան ժամերին Երևանում սպասվում է քամու ուժգնացում։ Հանրապետության առանձին շրջաններում օգոստոսի 18-ի գիշերը եւ կեսօրից հետո, ինչպես նաեւ օգոստոսի 19-ից 20-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օգոստոսի 21-ից 22-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց ձեղումների եղանակ։